Այսօր էլ Մոսկվայից ուղիղ կապով փորձել ենք միանալ Գյումրիում գտնվող կառավարման մասնագետ հասարակական հանրային գործիչ Արթուր Համբարձումյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Համբարձումյան։ Ողջույն, պարոն Ղուշյան։ Ես ուրախ եմ, որ շատ դժվարությամբ, բայց Մոսկվա, Գյումրի, Երևան կապը գործում է եւ իհարկե սկսենք մեր զրույցը, քանի այդ կապը դեռ կա։ Չեք առարկում։ Փոխադարձաբար։ Դե տեսեք, պարոն Համբարձումյան, երկրի ազգային ժողովի նախագահը վերջերս Մոսկվայում էր, հանդիպեց մի շարք բարձրաստիճան անձանց հետ եւ այն երգը, որ նա երգում էր այնտեղ, ամբողջովին տարբերվում էր այն երգից, որը նա սովորաբար այստեղ Հայաստանում է խոսում Ռուսաստանի նրա առաջնորդների նկատմամբ։ Հիմա էլ տեսանք մենք, երբ եկավ Միացյալ Նահանգների նախագահի տեղակալը, թե ինչ այսպես զմայլված, ոգեշնչված էին այդ իշխանիկները, մեր այսօրվա այդ նեղ խմբակի ղեկավարները, նայում Միացյալ Նահանգների փող նախագահին կարծես իրենց փրկության էակներ եկել։ Ինչ կարող եք այս մասին ասել ընդհանրապես։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, պարոն Ղուշյան։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երկրի գերագույն բարձրագույն քաղաքական պաշտոններից մեկն է։ Ես կփորձեմ դանդաղ խոսել, որովհետև զգում եմ, որ կարող է ձայնը արձագանքի, ձայնագրության համար։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքական իրողություններն այնպիսին են, որ ազգային ժողովի նախագահը, առավել ևս այս ազգային ժողովի նախագահը չունի բացարձակապես որևէ ազդեցություն քաղաքական պրոցեսների վրա։ Ազգային ժողովը պիտի վերահսկի կառավարության գործունեությունը, բայց ըստ էության կառավարությունն է վերահսկել եւ վերահսկում ազգային ժողովի եւ նախագահի գործունեությունը։ Հետևաբար Ալեն Սիմոնյանի այցը Մոսկվա, իրենից ոչ մի բան չներկայացնող պաշտոնյայի այցը Մոսկվա, մարդ, ով բացարձակ զերո ազդեցություն ունի նույնիսկ իր կուսակցության ներսում, իրենից չի ներկայացնում քաղաքական առումով որևէ հետաքրքրություն։ Ընդամենը մենք տեսանք, որ կմկմացող մի պաշտոնյայի, ինձ թվում է, որ ինքը ռուսերեն խոսալ գիտի, Լավրովի հետ հանդիպման ժամանակ հավաստիացնում էր իր վատ ռուսերենով, ընդհանրապես այն բարձր պաշտոնյաները, որոնք երկիր են ներկայացնում, պիտի վստահ լինեն, որ եթե խոսում են անգլերեն, եթե խոսում են ռուսերեն, իրենց այդ լեզուների իմացությունը թույլ տալիս է։ Բայց քանի որ մենք գտնվում ենք գաղավարական հարաբերություններում, իրենց վատ մտքերը փորձում էր արտահայտել վատ ռուսերենով, мы никуда не пытаемся уходить, выходить, уезжать, из ԵԱԵՍ։ Այսինքն սա Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից վարվող երբեմն կոմպլիմենտար կամ եւ-եւի քաղաքականության շարունակությունն է։ Նաև զարմացնում է այն հանգամանքը, որ Ալեն Սիմոնյանը, որը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հանդես է եկել եւ հանդես է գալիս եւ որպես ակտիվիստ եւ որպես բարձր պաշտոնյա, ընդգծված հակառուսական, երբեմն սրբապիղծ գործունեությամբ, ինչի եմ ասում սրբապիղծ, որովհետեւ այս անձնավորությունը իր խմբակի հետ ոչ մեկ անգամ են կամարանքի ենթարկել հայրենական պատերազմը։ Եվ զարմանքի արժանացնում այն հանգամանքը, թե ինչպես են այսպիսի անձնավորությունները բարձր հանդիպումների, ընդունելությունների արժանանում Ռուսաստանի Դաշնությունում։ Հրեան երևի թե այսպիսի բան չաներ։ Օրինակ, իհարկե օրինակները համադրելի չեն, բայց ուղղակի հիշեցման կարգով։ Նույնիսկ վերջերս մի քանի տարի առաջ, երբ Շոլցը այցելեց Թել Ավիվ,
Բեն-Գուրիոնի օդանավակայանում իրեն ուղղակի պարկացրեցին գետնին։ Հայրյանները ես այդպիսի բան թույլ չեն կարող տալ։ Բայց ռուսները թույլ տալիս են։ Ռուսները ներողամիտ են։ Ինչ վերաբերում է Վենսի այցելությանը, հարգելի պարոն Մուշյան, այս մասին շատ խոսվեց, խոսվեց նրա մասին, որ ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում կառուցել մոդուլային ատոմային էլեկտրակայաններ, որը կարժենա մոտավորապես 10 միլիարդ դոլար։ Իհարկե այդ ծախսերը փորձում են ներկայացնել որպես ներդրումներ, դուք գիտեք, որ թարգմանություններ են սխալ արել եւ այլն եւ այսպես շարունակ։ Խոսվեց նաեւ նրա մասին, որ ինվեստիցիաներ պիտի բանանեն հայթայթեն այդ թրի ծրագրի իրականացման համար 24-76% համամասնությամբ է եւ բնականաբար շատ զարմանալի կլինի իմանալը, որ թուրքական կազմակերպությունները կամ ադրբեջանական կազմակերպությունները չեն մասնակցի այդ ծրագրին, բայց ես ուզում եմ մեկ այլ բանի մասին խոսել, այս ամենի մասին շատ է խոսվել։ Ես ուզում եմ խոսել նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ ներողություն եմ խնդրում իմ այս ձևակերպման համար, տալդա պետությունը այստեղ ով ինչ ուզում ասում է եւ ով ինչ ուզում մեկնաբանում է եւ ով ինչպես ուզում արգմանում է միջազգային լիցերների հայտարարությունները։ Ընդամենը վերջերս Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր մի փաստաթուղթ 20 թվականին, որի 6-րդ կետում գրված էր. Дорога не будет затрагивать город Շուշու, որը Շուշա բառի ռուսերեն թարգմանությունն է։ Իսկ հայերեն թարգմանությունում գրված է, որ ճանապարհը չի անցնելու Շուշի քաղաքով։ Այսինքն այսպիսի իրադարձություններ, երբ սխալ են թարգմանվում, ես վերջերս ևս իմ ելույթում առանձին ներկայացրեցի, թե ինչպես է տարբեր ժամանակահատվածներում միջազգային լիդերների կամ փաստաթղթերի մեջ գրված հայտարարությունները սխալ թարգմանում են հայերեն, սա վատ պրակտիկա է։ Եվ Վենսի հայտարարությունը, որը սխալ է էլի թարգմանվել, դրա այդ տրադիցիայի շարունակություններից մեկն է։ Պարոն Ամբարձումյան, տեսեք, Փաշինյանը իր հերթական, այսպես հանրային ելույթում, երբ հյուրընկալել էր ԱՄՆ-ի փոխնախագահին, ասաց, որ ինքը շարունակելու է տանել խաղաղության գաղափարը, որ իրենց հաջողվել է այս ոլորտում շատ լուրջ ձեռքբերումներ ունենալ։ Էլ չեմ խոսում հայտարարեց իլուր աշխարհի, որ մենք 99 տարով ապահովեցինք Հայաստանի անվտանգությունը։ Լավ, կեղծիքի, ստի այս քաղաքականությունը դեռ որքան կարող է հանդուրժել մեր ժողովուրդը։ Եթե Փաշինյան Նիկոլը 2018 թվականին, 2019 թվականին ներկայացներ բանակցային գործընթացը, եթե հայ ժողովրդին ներկայացներ, անկեղծորեն ներկայացներ ռազմական պոտենցիալների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարբերությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ այդ պահի դրությամբ Միացյալ Ազգերի կազմակերպության մշտական 5 անդամները, այն է Ֆրանսիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ ԱՄՆ, որոնցից 3-ը ԵԱԿ Միսկի համանախագահ պետություններ էին, ունեին համարյա կոնսենսուս, որ հայկական զորքերը պետք է դուրս գան այսպես կոչված գրավյալ տարածքներից։ Ահա եթե այս ամենը Փաշինյան Նիկոլը ներկայացներ եւ ասել, որ այո ինքը պատրաստվում է զորքերի հետ քաշման հրաման տալ, որ ինքը գնում է խաղաղության, որ ինքը պատրաստվում է ոչ պոպուլյար որոշումը կայացնելու եւ բացատրել մարդկանց իրողությունները, այդ ժամանակ Փաշինյան Նիկոլի կողմից հնչեցվող խաղաղություն բառը կունենար արժեք։ Բայց ինչ է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք մի կողմից ամբողջ աշխարհին ներկայացրել են, որ ոչ մի ֆիզիկական է, որ մենք թքած ունենք 5 մշտական անդամների կարծիքի վրա, որից Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկան
Չինաստանը, այսինքն 5-ներ ատոմային գերտերություններ են, բայց մյուս կողմից մենք ոչ թե ուժեղացրել ենք մեր բանակը, այլ ուղղակի կոնվեյերի վրա դրած վաճառում ենք զինվորական գրքույկներ։ Միայն 2011-ից 2019 թվականներին վաճառվել է մոտավորապես 50,000 մարդ ազատվել է զինվորական ծառայությունից, որոնց ճշգրիտ մեծամասնությունը ես վստահ եմ ուղղակի, որ զարթնի ճանապարհով զինվորական գրքույկներ վաճառելու միջոցով։ Այսպիսի իրար հակոտնյա քաղաքականության արդյունքում Փաշինյան Նիկոլը հրահրել է պատերազմ, հրահրել է ուղղակի պատերազմ, հիշեք նրա հայտարարությունները։ Ամեն ինչ արել է, որ պատերազմը չդադարի, մի քանի անգամ ռեալ հնարավորություն է եղել պատերազմը դադարեցնելու։ Եվ ամենագլխավոր հնարավորությունը Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններ, իմիջիայլոց որի տեքստը եւս Փաշինյան Նիկոլը սխալ էր թարգմանում, որովհետեւ այնտեղ գրված էր, որ стороны начинают приступают к субстантивным переговорам, իրանք անուշ շարեցին պատշաճ կերպ այդ ամենը, բայց հետագայում թարգմանում են սխալ կերպ, որ իբրև թե հետագայում պիտի կողմերը սկսեին ապագայի վրա, կողմերը սկսեին առարկայական բանակցություններ։ Այսպիսի քաղաքական հետագից ունեցող անձնավորությունը, որը ավիրել է Արցախը, որը ավիրել է Հայաստանի Հանրապետությունը, մահվան պատճառ է դարձել հազարավոր տղաների, խոշտանգված կյանքեր, վիրավորներ, ձեռքեր կտրված, ոտքեր կտրված։ Հիմա այդպիսի անձնավորությունը, ով նաև Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում 22 թվականի հոկտեմբերին, ըստ էության նա վիրավորներին, զոհերին, օֆիցիալ ճանաչում է օկուպանտ ուժան, ցինիզմ ունի խոսելու խաղաղությունից։ Այսպիսի մարդը իրավունք չունի բացարձակապես խոսելու խաղաղությունից, բացարձակապես, բայց նա կարողանում է խաղաղությունից խոսել եւ ցավոք սրտի կարողանում է իր գործունեությունը ասոցացնել խաղաղության հետ, որպեսզի նա կարողանա այդ նպատակին հասնել տարօրինակ։ Ինքը պիտի ունենար ընդդիմություն, ինքը պիտի ունենար այնպիսի ընդդիմություն, որը կոնֆլիկտային է իր բնույթով, որի խոսքը, այսպես ասած, ռևանշիստական է, եւ ինքը կարողացավ ստեղծել այդ ընդդիմությունը իրեն, եւ այդ ընդդիմության դերակատարությունը հիմա եւ երեք եւ նաեւ վաղը կատարում են այսպես կոչված կուրապատրիոտները, դաշնակ մաշնակները, ովքեր մի կողմից իրենց ջոջերով ազատվել են զինվորական ծառայությունից, որոնց ներկայացուցիչները Արցախի պատերազմից, այդ դավադիր պատերազմից հետո շատ ներկայացուցիչներ վաճառել են իրենց հեկերը ադրբեջանցիների, բայց իրենք դիրքավորվել են ոչ առանց Փաշինյանի օգնության, որպես Փաշինյանին հակոտնյա, այսինքն Փաշինյանը խոսում է խաղաղության մասին եւ իրենց խոսքը կոնֆլիկտի մասին է ըստ էության, եւ այս ալտերնատիվայում ժողովուրդը ընտրություն է կատարում դեպի այն այսպես կոչված խաղաղությունը, սա շատ կարևոր խոսակցություն է։ Մարդիկ պիտի իմանան, թե ինչ է տեղի ունենում, որ առանց դաշնակ մաշնակների այս ամենը տեղի չէր կարող ունենալ։ Նրանց ներկայացուցիչները նստած են պարլամենտում, ըստ էության սահմանադրական պարտավորություն ունենալով վերահսկել կառավարության գործունեությունը եւ այն բոլոր համաձայնագրերը, բոլոր բաները, հանցագործությունները, հանցավոր համաձայնությունը, որով ձեռք է բերել Փաշինյան Նիկոլը, նա դա ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության անունից ընդհանրապես, պարլամենտի անունից մասնավորապես, իսկ ավելի կոնկրետ նաեւ դաշնակ մաշնակների անունից։ Նա միայնակ չի գործում այս ամենում։ Պարոն Ամբարձումյան, դե իրավիճակը իսկապես շատ բարդ է, ասացեք, արդյոք հնարավոր է այն իրավիճակում, որ այսօր կա Հայաստանի Հանրություն, միավորել ընդդիմությանը, կարող է ստեղծել այնպիսի ընդդիմություն, որը կարող է գնալ ընտրությունների եւ այսպես խաղաղ ճանապարհով փորձել
իրականացնել իշխանափոխություն։ Պարոն Ղուշյան, սա շատ ակտուալ հարց է։ Եվ այսօր, եւ երեք, եւ 10 ամիս առաջ բոլորն են համարյա խոսում նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը պիտի միավորվի։ Եվ ամեն անգամ, երբ ասում են ընդդիմությունը պիտի միավորվի, ենթագիտակցաբար կամ գիտակցաբար մարդիկ նկատի ունեն այսպես կոչված տիտղոսային ընդդիմադիրներին։ Այսինքն տիտղոսային հիմնական ընդդիմադիրներին դա է պատիվ ունեմ դաշինքը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանին, որը ղեկավարում է Հայաստան դաշինքը։ Բայց եթե մարդը Հայաստանի այս հարցը շատ պիտի քննարկի, սա շատ ակտուալ հարց է, որը դուք տալիս եք։ Բայց եթե Հայաստանի Հանրապետությունում կա մարդ, ով մտածում է, որ այս երկու այսպես կոչված ընդդիմադիրները կարող են միանալ իրար, եթե կա Հայաստանում անձնավորություն, ով մտածում է, որ ինչ-որ մի ռասկլադով Ռոբերտ Քոչարյանը կարող է միանալ Սերժ Սարգսյանին, մարդիկ, ովքեր տասնյակ տարիներով իրար հետ լրջագույն խնդիրներ ունեն։ Նա ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքական իրողություններից բան չի հասկանում։ Ռոբերտ Քոչարյանը ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի հետ կմիանա, ում իշխանության բերել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ավելի շուտ Նիկոլ Փաշինյանի հետ կմիանա, օֆիցիալ։ Բայց նրանք իրար հետ չեն միանա, պարոն Ղուշյան։ Այս ընդդիմադիր թևերը, իբրև թե ընդդիմադիր, Հայաստան դաշինք եւ պատիվ ունեն, բացարձակապես չեն միանա իրար։ Հիմա դուք կարող եք ասել, լավ ինչ պիտի լինի։ Այստեղ պետք է միասնություն իրական ընդդիմադիր ուժի եւ ժողովրդի։ Այստեղ ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ մոտավորապես 60-70% այն ազգաբնակչության, ովքեր զզվել են եւ պարլամենտական ընդդիմադիրներից եւ իշխանությունից։ Այսինքն Փաշինյանի առաջ բերած օրակարգին այն է խաղաղություն, պետք է ծնվի, պետք է ստեղծվի, պետք է դուրս գա մի ուժ, որը կխոսա միայն ու միայն արդարության եւ ճշմարտության հաստատման մասին։ Պատկերավոր ասած, Ձորի մայրը թաղամասում այն պապիկը, որը պիտի գնա այդ օրը ընտրության, թեպետ ես ասել եմ, որ ընտրություններով Հայաստանի Հանրապետությունում որևէ բան չի կարող փոխվել, բայց ընտրությունները կարող են լինել հսկայական տրիգեր հետագա փոփոխությունների համար։ Հիմա այդ ապոլիտիկ անձնավորությունը, որպեսզի գնա ընտրական տեղամաս, իրեն պետք է որ Փաշինյան Նիկոլին ալտերնատիվա լինի ոչ թե դաշտակ մաշնակը, այլ մի ուժ, որը կխոսի ճշմարտության մասին, մի ուժ, որը կխոսի նրա մասին, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը բերվել իշխանության, թե ինչպես է այս դավանիվ պատերազմը բերվել Հայաստանի Հանրապետություն, եւ վստահություն կներշնչի, որ այո այդ ուժը եւ այդ ուժի լիդերը կարողանա պատժել, բացահայտել 18 թվականի կեղծ հեղափոխությունը եւ պատժել բոլոր հանցագործներին։ Իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում լուստրացիա։ Ասա իմ կարծիքով ելքը։ Երևի դնության մեջ առավել եւս քաղաքականության մեջ չկան իրավիճակներ, որտեղից ելքեր չլինեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքական իրողություններում կան բազմաթիվ ելքեր, եւ այդ ելքերը անցնում են ճշմարտության ճանապարհով։ Այն ազնվորությունը, որը ելք է տեսնում, ելք է առաջ բերում, նա պետք է պատրաստ լինի ինքնազոհության, կորպորատիվ էտիկետի խախտման եւ միայն այդ ճանապարհով կարողանա բերել լույս Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ որ այդ օրը գալու է, ես ուղղակի կասկած չունեմ։ Ես ուղղակի կասկած չունեմ, տասված այդ օրը բերի հայը, իսկ եթե ոչ այդ օրը բերելու է օտարը։ Եղավ, պարոն Ամբարձումյան, շնորհակալ եմ այսօրվա անկեղծ զրույցի համար։ Պիտի ասեմ, որ մենք առաջիկայում էլ ձեզ հետ կապի մեջ կլինենք,
դուք էլ փորձեք հնարավորինս հետարքիր առաջարկություններով հանդես գալ, որովհետև հիմա բոլորիս գլխավոր նպատակը պիտի լինի համախմբվելը, որպեսզի այս չարիքից կարողանա մեր ժողովուրդը ազատվի։ Ես պարոն Ղուշյան, այո, պետք է համախմբվել, բայց պիտի հասկանալ, այդ դուք բնությունից խոսեցիք, որ բնության մեջ չի կարող բռնաբարվողը համախմբվել բռնաբարողի հետ։ Հալածվողը համախմբվել այն մարդու հետ, ով տարիներ շարունակ իրեն հալածել։ Այդպիսի բան ուղղակի տեղի չի կարող ունենալ։ Այն ազնվորությունը, որը տարիներ շարունակ ապրել է Գյումրիում տնակների մեջ, չի կարող համախմբվել այն վիճվածքի հետ, ում գործունեության հետևանքով է ինքը հայտնվել այդ վիճակում։ Դա ուղղակի անհնար է։ Եղավ, շնորհակալ եմ, շելի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք մի անձնավորության հետ, ով իհարկե ձեզ հայտնի է որպես կառավարման մասնագետի, բայց ով նաև շատ հետարքիր մտքեր ունի եւ մենք պիտի օգտվենք նման մարդկանց ցանկացած հետարքիր առաջարկություններից։ Այսօր այսքանը, ցտեսություն։